ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը փոխանցում է, որ Դավիթ Տոնոյանին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ժողովուրդը նշում է, որ բացի ընտրություններից Փաշինյանի համար թիվ 1 թեման կաթողիկոսին հեռացնելն է։ Փաստը նկատում է, որ Փաշինյանը շարունակում է պնդել, թե իբր Հայաստանին խաղաղություն է բերել, սակայն չկա հստակ փաստարկ։ Ժողովուրդը գրում է, Արտակ Ջումայանը կնշանակվի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Փաստն ընդգծում է, որ հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի ատելության պարակտման սադրանքների, մեղադրանքների, ստերի վարկաբեկման ամբողջ գործիքակազմը։ Հրապարակի դիտարկմամբ անդամ պետությունների դեսպանները բացահայտորեն ցույց են տալիս, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ժողովուրդը հայտնում է, քպուցակում առաջադրվելուց հրաժարվել է միայն քպական պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Հրապարակի փոխանցմամբ այն քպականները, որոնք չեն դիմում նախընտրական ցուցակում առաջադրվելու համար, գլխացավանքի մեջ են ընկնելու։ Ժողովրդի տեղեկություններով ֆիզկուլտ ինստիտուտում կա կաշառք ստանալու գործով կալանավորված դասախոս։